Բարևեմ քեզի եւ ուրախ եմ որ այսօր ազոխոսքը քեզի պիտի բաժնեկցիմ եւ այսօրվա խոսքը քեզի պիտի քաչալերե, քեզի պիտի զորացնե, եթե դու հավատքով ստանաս ամեն եւ սկսել ես առաջ գուզեմ համարումը սկսել Զաքարիա 4-րդ գլուխ 6-րդ համար, որ գսե զորությունով չէ, ուժով չէ, բայց իմ հոգիով է գսեդերը։ Վամը քու ուժովդ, վամը քու զորությունովդ չես կրնար ունենալ, բայց միան Աստծո հոգիով ունենաս։ Ինչն է Աստծո հոգին? Սուրբ հոգին է։ Սուրբ հոգին բնագած է, կբնագի քուգին մեջդ։ Այնօրեն որ դու դերը Տեր Հիսուս Քրիստոսը ընդունեցիր քու կյանքիդ մեջ, Սուրբ հոգին կբնագի քուգին մեջը։ Այդ հոգին է որ, այդ հոգին հետ է որ, երբ որ դու սկսես հաղորդակցել, խոսիլ ամեն օր մարզվիլ իր ցայնին մեջ, այդ հոգին քու մեջդ որ գտնվի, քեզի պիտի զորացնե ամեն օր, ամեն, որովհետև այս համարը երբ որ գութայի գարավարիչը դժվարության մեջ էր, իր ուժերը շատ քիչ էին թշնամիին դիմաց, բայց ասված ասավ իմ ուժովս է, իմ հոգիովս է, իմ զորությունովս է, որ դու այս պատերազմը պիտի հաղթես թշնամիին դեմ։ Ամեն, մենք այսօր ամենքս թշնամիներ ունենք, ամենքս հագարագործներ ունենք։ Թշնամին պայման չէ ֆիզիկական թշնամի, բայց թշնամի, որ բոլորիս թշնամին է, եւ ասաշխարի չար իշխանն է, որ գուկա եւ կհարցակի մեր մտքին վրա, մեր ըսկասումներուն վրա, կհարցակի մեր մարմինին վրա, կհարցակի մեր հարաբերություններուն վրա եւ քեզի գծկե կորսված, քեզի գծկե շվարած, քեզի գծկե անդեր, քեզի կուտա որփուչյան ըսկացումը, բայց գուզեմ այսօր քեզի ասել, որ դու այլևս դու որփ չես, դու որթեքրված ես Սուրբ Հոգիով։ Ամեն Ամեն ընդունիր անիկա այսօր երբ որ եթե դու դիմացը սլայիր կամ դիմացը սլայի կեցեզ այս հարցումը հարցնեի ինչ է քուգին դժվարությունը ինչ է քուգին անձանր պայմանը թրությունը հոգեգան վիճակը ինչ է այսօր դերևս քու ամուսնական կյանքը շատ սահուն չերտար կրնա ընտանիքդ քայքայված է զավակները դժվարություններ ունին կրնալալ կորզի կյանքդ բարի չէ կրնալալ որ հուսահատության մեջ ես եւ այդ պատճառով սկսած ես քուգին ասենք հավադարիմ բարեկամները դալ գործընծնել որովհետև այդքան ներսդ սև է այդքան քու միտքդ խանգարված է որ դու քու կոնտրոլդ գործընծած ես նաեւ ինչ կնես կամ ինչ կխոսիս կրնալալ որ քու ծառայությունդ հարցակումի դակ է կրնա ըլլալ որ հուսահատ վիճակն ունիս, հուսախապ եղած ես, բամ մգա որ այսօր քեզի կհանկար է եւ դու ինքնիդ զորավոր չես սկար եւ աղոթքի բահերը թույլ են դգար են գաղոթես բայց adzորությունը չես սկար առաջվա պես ուզեմ քեզի ասել որ այս ամեն դժվարությունները դերոջը դար երբ որ անադեն որ գսկաս որ դրամատուրգություն չունիս աղոթելու այն ադեն որ գսկաս աղոթածադենը թունք ու ցայնդ կլսես գիտի որ թուն հարսագումի դակ ես եւ թուն պետք ունիս դերոջը դառնալու թուն պետք ունիս դերոջը արժեվ գալու եւ խոստովանելու եւ խոսելու եւ համար մգա որ գուզեմ հետդ բաժնեցիլ ողբ Երեմիա 3-րդ գլուխ 40-րդ համար որ գսե մեր ջամփաները քննենք ու փորձենք եւ դերոջը դառնանք մեր սրտերը մեր ցերկերը ազո փարսացնենք դերոջը երգանցնենք ուրեմն քննենք զինքդ որտեւ Հիմա բիզնես որ գարին ես չեմ հանցավորը, պայմաններս է։ Գարին ես չեմ իր մեզ սկսավ, դեղը մփամը սկսավ։ Եվ դու անիկա շարունակեցիր։ Եվ ադոր դու սադանային հետ համացայն գտնվեցար։ Բայց դերը գսա Եգուր գսե Եսայա 43:26-ի մեջ մի կսկե գսե մեկտեղ տադի ելենք դու խոսիր որբեսի արտարանաս։ Գիտես մեր կյանքի մեջ է որ տադարան գերտանք մեր խնդիրը տադավորին արժև գխոսինք Եվ գուզենք ինքնինքնից արտարացնել, բայց մեր հայր Աստծոն արչև, մեր արդար Աստծոն արչև, ինքը գիտե արդեն քու մեղքը, ինքը գիտե որ դու գուզես արդարացնել ինքզինքը, բայց գուզե որ դու խոսիս, որտեղ երբ որ դու արչև կգնաս կխոսիս, իր թիմացը դու արդեն գալիս, դու արդեն կփշրվիս, դու չես գրնար Աստծո թիմացը գնալ եւ սուտ խոսել իրեն Չես գնար Աստծո իմացը գնալ եւ արդարացնել ինքզինքդ անորամար Աստված գսե Եգուր եւ խոսե Եգուր եւ ինքզինքդ արդարացոր Աստված անց շատ բարի է սիրալիս եւ քեզի ուրիշ համար մգուզեմ դալ որովհետեւ քեզի ասեմ որ որքան դերը քեզի գսիրե եւ որքան դերը գուզե քեզի օգնել Եվ Եսայա 49:15-16 գսե միթե գինը իր գատնգեր մանուկը գրնա մորնալ այնպես որ իր որովայնին ծննդյան վրա չի կտա
թեև անոնք մորնան, մենք կսե, թեև տուն մորնաս, բայց ես քեզի պիտի չի մորնամ գսե դերը, սկանչելի է, սկանչել է, ինչ վիճակի մեջ որ լաս, դերը քեզի պիտի չի մորնա, դերը քեզի կգանչե, դերը քեզի կսպասե, դերը անարակ որդին բես, որ գոդրված է եւ որը դունը կնած, ինչպես հայրը սերքերը բացավ եւ իր զավակը ընդունեց, նույնպես այսօր Աստված քեզի կսպասե, իր սերքերը բացած քեզի կսպասե եւ համարը հետեւյալը գսե, պիտի սկանչանաս, գսե ահա ես քեզ սերքերուս մեջ տրոշմեցի, վարգյամը գեցիր եւ մտածե, սերքերուս մեջ տրոշմեցի, որուն սերքերու մեջ կամ մտավ, որ այսօր տուն այս վիճակի մեջ չլաս, որուն սերքերու մեջ կամ մտավ, որ տուն այսօր ազատագրված կյանք ունենաս, խաղաղ կյանք ունենաս, որուն ցերկը Տեր Հիսուս Քրիստոսին ցերկը քու անունդ իր ցերկին մեջ իր ափին մեջ տրոշմված է որբեսի թուն այսօր այս վիճակի մեջ չլաս անոնամար ես հիմա քեզի կքաչալերեմ որ թուն դերոջ արչև սիրտդ բանաս ամենեն առաջ աղոթես որովհետև աղոթքիդ մեջն է որ Սուրբ Հոգին քեզի պիտի խոսի եւ պիտի հիշեցնե քո հանցանքները, պիտի հիշեցնե սխալները, քեզի պիտի ուղե, քեզի պիտի հայտնե, քեզի պիտի սրբակրե, երբ որ աղոթքի մեջ կգնաս պայման չէ անպայման որ շատ մեղավոր անց մնես, բայց աղոթքի արժե որ կգնաս կխոսիս իրեն հետը, ինքը քեզի պիտի ուզե բուժել, պիտի ուզե քեզի ազատագրել, պիտի չուզե որ թուն այսպես դոդրված վիճակի մեջ մնաս, բայց սիրելի քույրիկ սևեղբայրս Եթե դու քաչալերության եւ վերագանքնումի պետք ունես, ուզեմ քեզ իսել անգերձորեն, պետք է մեռնի կուգինի ասդ, պետք է մեռնի կու հբարտությունդ, պետք է ներես, որովհետեւ չներելու մեջ միշտ թարնություն կա, միշտ նխանձություն կա, միշտ փարգություն կա, եւ երբ որ այսօր կլանք ու կյանքիդ մեջ, դու չես գրնար հստակ օրեն լսել Աստծո ցայնը, եւ քու մեջդ բամը չի փոխվիր Եվ կփորձես ամեն անգամ նստիր աղոթքի եւ բարապ դուրս կելես։ Անորամար է որ երբ որ գաղոթես, աշխարհե, ինչ որ միտքդ կուքա ապաշխարե եւ երբ որ գապաշխարես կհանցնվիս Աստծո։ Եվ երբ որ կհանցնվիս Աստծո, թուն այլևս դերն է որ քեզի համար կբادرազմի եւ թուն չէ, բայց թուն հանգիստ կգնաս։ Եվ ուզեմ քեզի հետեւյալը ասել Գրնա ալալ որ հոգևոր կյանքդ բաղած է, գրնա ալալ որ աղոթքի կյանքդ թույլցած է, եւ դերը գուզե ատբաժինի մեջ տուն զորացնես։ Դերևս շատ աղոթքի նյութեր ունիս, կտեսնաս ամեն աղոթքի նյութերը կգադարվին, բայց այդ մի քանի հատը չի կդարվի եւ դերը լուր է, գաղոթես, ծոմապահություն գնես, կաղաչես, բայց դերը լուր է, եւ կսես դեր ինչու լուր ես։ Ինչու բամը չես խոսիր, բայց գուզեմ քեզի հետևյալը ասել, իմ փորձառութեն ես խոնարհաբար, երբ որ դերը լուր է, երբ որ դերը քո աղոթքներդ 1, 2, 3, որ քեզի համար սպասողական է եւ կարեւոր է, չի պատասխաներ, քիչիր որ դերը քեզի քնութենե գանցնե, որբեսի քեզի հաջորդ հավատքի մագարտակին տանի, որովհետեւ դերը ուզե քննել մեզի Չէ որ մենք իրեն կհավատանք, չէ որ մենք իրեն կվստահենք, իր լրության մեջ, ուզեք գիտնալ, որ թուն դագավին իրեն կսպասես, թուն դագավին իրեն կվստահիս, թե ոչ թուն կուգին իմաստությանդ կվստահիս։ Գիտես Սարան չսպասեց, իր իմաստությանը վստահեցավ, չսպասեց, որ Աստված հրաշք պիտենե եւ իրեն արքան պիտի պանա իր 90 տարեկանին Եվ սխալ որոշում արավ, բայց դերը բարի էր, բաց գարտած են ընտոց, դերը բարի էր, և ներեց Սարային, դերը գիտես, երբ որ մենք սխալ գնանք, մեր հանդեպ ողջ չի պահեր, դերը մեզի կներե, դերը մեզի կպաշտպանե, այնպես որ շատ անգամներ, երբ որ դերը լուր է, ուզեմ քեզի քաչալերել եւ ասել մի վհադիր եւ մի հուսահատիր, որովհետեւ դերը անկարելիության Աստված է, եւ ուզեմ քեզի ասել Երբ որ այն ադեն, որ թուն այսօր որոշում գարնես քո կյանքիդ մեջ, եւ դom գրնա լալ արած ես,
քիչի որ հագարագորտը պիտի կա եւ պիտի հարցակի քու մտքիդ վրա, պիտի հարցակի քու սկացումներուդ վրա, մարդոց խոսքով, սոցիալ մեդիայով ամեն ինչ պիտի օգտագործե, որթուն չգարենաս բամքդ կործածել, զորանալ եւ դերոջը հանձնվել։ Բայց դու պատրաստ եղիր Աստծո խոսքով։ Եվ ուզեմ քեզի հիշեցնել Նեհեմիա 4-րդ կամ 6-րդ գլուխին մեջը, երբ որ բարիս բգշինեին Տշնամին գուքար եւ գուհուսահատեցներ Իսրայելի ժողովուրդը, բայց անոնք ինչ կնեին։ Մեկ ցերկով բեռնագիրություն կնեին, մեկ ցերկով գշինեին, իսկ մյուս ցերկով պատրաստ իրենց սուրերը բռնածեին, իրենց սուրերը գախածեին իրենց վրա, որ տշնամին եւ որքա պատրաստ լան։ Ուրեմն ինչ որ տուն վերագանքնումի մեջ կուզես մտնալ, ինչ որ տուն կուզես աշխուժանալ եւ զորանալ, պատրաստ պիտի լաս աղոթքով, պատրաստ պիտի լաս պարապանությունով եւ պաշտամունքով, մարգարեացիր ինքզինքիդ վրա, մարգարեական խոսքեր ինքզինքիդ վրա, խոսքեր խոսիր, ասիկա տուն քեզի համար ինչ որ գուզես ըլլակ ու կյանքիդ վրա, խոսիր, թերանետ հանե, եւ անիկա դերը քեզի պիտի կատարե, դերը քո հավատքդ պիտի տեսնա, դերը պիտի պատվե քո հավատքդ։ Եվ գուզեմ վերջացնել հետևյալ երկու համարներով։ Ֆիլիպեցիս 1:6 դերը բարի կորձ սկսավ քո կյանքիդ մեջ եւ ինչ որ կորձ սկսավ քո ամուսնությանդ մեջ, քո կորձիդ մեջ, զավակներ քեզի տվավ, քո հոգեվոր կյանքիդ մեջ, ինչ որ դերը սկսավ ադիգա պիտի ավարտե, բայց դուն հավատարիմ եղիր իրեն, որտեղ ինքը հավատարիմ Աստված է, խոստումները կատարող Աստված է, դուն իրեն հանձնվե։ Եվ երկրորդ բանը, Արագած 3-ին լավ մտի գրե, քո բոլոր սրտովդ, քո բոլոր սրտովդ, քո բոլոր միտքովդ, քո բոլոր սկացումներովդ Տերոջը ապավինե։ Եվ քո իմաստությանդ մի վստահիր, դարձիկներ միներ, դասկած մի ունենար մեր աչ մեր մծակ, հաստատ եղիր, հավատա Տերոջը վրա եւ մի սահմաներ Աստված, որովհետեւ երբ որ կհավատաս եւ Տերոջը կվստահիս, թուն քու հաղթությունդ պիտի տեսնաս։ Հիսուսի անունով ամեն։ Ասե հաղթությունս պիտի տեսնամ։ Բարի շաբաթավերջ։ Հալելույա։